Բարի օր ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, մի քիչ խոսանք մեր այս ազգայնականությունից, էլի։ Ինչ է նշանակում ազգային ուժեր, ազգայնականություն, տես բաներ, էլի։ Ես ասեմ, վերջին ազգայնականը դա Նժդեն է եղել, որը այդ կլեմոն իրականում ազգայնականի միայն Նժդենը իրավունք ունեցել խփի իրա ոնց որ ասա ճակատին, որ իրական ազգային է, նրանից հետո ինչքան ազգային ուժեր բան եղել են, նրանք կամ դավաճանել են, կամ նրանք ուղղակի զբաղվել են թալանով, սեփական երկրի, կամ բան են արել, ասենք ենթարկվել են ինչ որ ուրիշ ուժերի, դրանք արդեն կլեմո չեն խփել ազգայնականի։ Հիմա ազգայնական գոյություն չունի։ Այսօր ասենք դաշնակ, մաշնակ շները բան իրանց ազգայնականի տեղի են, բայց նրանցից ինչ ազգայնական, որ նրանք ուղղակի երգիր թալանողներ են, թալանչիներ, նրանք ոչ մի բան են։ Ուրեմն նայեք ժողովուրդ ջան, ինչու համար Նժդեն իսկական ազգայնական, կլեմո խփած, նատուրալնի, իսկական։ Այդ մարդը 1920 թվին դաշնակները, դաշնակցական կառավարությունը ստորագրեց, Սյունիքը հանձնեց Ադրբեջանին, ճիշտ է, հո բոլորդ գիտեք, բայց Նժդեն, նա Սյունիքը ետ վերադարձրավ, հլա ինքն էլ ճանաչել տվավ բոլոր 4 կողմ թշնամիներին, Սյունիքը ճանաչել տվավ որպես հայկական։ Եթե Նժդեն Սյունիքը ճանաչել չտար որպես հայկական տարածք, Նժդեին այսօր ինչ կլեմո էր ունենալու։ Ճիշտը խոսանք, էլի ժողովուրդ ջան, ախր այ իսկական ազգայնականը նա է, հասկանում եք, նա ազգի համար նույնիսկ գնացել է ռեխում ծառայել, բայց նա ծառայել է, ընդե նա Թուրքիայի բանն է, այդ որ Թուրքիան Հայաստանի վրա չհարձակվի, այդ շահերի համար է ծառայելուց դել, նա կապ չի ունեցել բանի հետ, ասենք, պատերազմի, սովետական միության դեմ, նա այդ ուղու վրա չի եղել, նա հայ-թուրքական պաշտպանության համար է եղել Նժդեն, այ նա ազգայնական է, նա իրական տարածքը պահել է, բոլորին տարածքը ճանաչել է տվել, դա երկրի ղեկավար չի եղել, բայց բոլորին տարածքը ճանաչել է տվել, ուրեմն հիմա այսօր, օրինակ բանը, միակ ճիշտ բանը, որ իր կյանքում արել է, Լևոն Տեր-Պետրոսյանը, դա դաշնակցականների կուսակցությունը արգելել նա եղել Հայաստանում, միակ ճիշտ բանը, որ նա այդ իրա բոլոր այդ 90 թվից սկսած միջև իրա վերջի օրը, որ նախագահ է եղել, միակ ճիշտ բանը եղել է հենց այդ մի քայլը, դե այդ քայլը էլ գիտենք ինչ եղավ, Քոչարյանն էլ եկավ, իրան վերացրավ, դաշնակներին նորից վերականգնեց, հիմա այսօրվա ազգայնական, դաշնակ, մաշնակ, այդ Քոչարյան, դրանք ինչ են, թալանչիներ են, միայն թալանչի, Ղարաբաղում կռվեցինք, ամեն ինչ արինք, ազատագրեցինք, անունը դրինք, հայկական անուններ դրինք, այդ տարածքները, բանը,
Սրանք սուտի իրանց հերոսի կոչումներ տվին, գեներալներ դարան, մարշալներ դարան, եսի մինչեր դարան, բայց ոչ մի բան չարին։ Ոչ Ղարաբաղ ճանաչել, ոչ մի ուրիշ տարածք ճանաչել, ոչ մի բան։ Եկան նստին գահի գլխին, թալանեցին իրանց համար, դարան ձեզնից ինչ ազգայնական։ Որն է ձեր ազգայնականը։ Ժողովուրդ ջան, ես ասեմ, դրա համար կարող է ինձ կոպտողներ լինեն, բան, Մոնթե Մելքոնյանը եկավ, այդ կռիվը տվավ Հայաստանի, Ղարաբաղի համար, մարդը, այտենց, հերոսացավ, անմահացավ, բայց նա էլ իրական ազգայնական չեղավ, որովհետև նա ենթարկվեց, Մոնթեն ենթարկվեց, հասկանում եք, ենթարկվեց Սերժ Սարգսյանին, Քոչարյանին, նրանց հրամաններն էր արդեն կատարում, այն մարդը զգաց, որ ինքը հզոր է, բանա ամեն ինչա, ուժեղ կամանդիր է, ամեն ինչա, բայց եթե չենթարկվի իրանք խփեցին, այդ մարդուն էլ խփեցին, Մոնթեն էլ չկարողացավ, ազգայնականի կլեմոն խփի իր ճակատին, նժդեի նման, չկարողացավ, որովհետև այս են, այս Քոչարյանա սերժական ես, դաշնակցական ես, ժանտախտը, սրանք մարդկանց վերացնում են, թույլ չեն տալի, հասկանում եք, սրանք ազգայնական չեն, ժողովուրդը պետք է հասկանա, որ սրանց այլևս չի կարելի հանդուրժել չի կարելի, ասում են մենք Ղարաբաղ ենք պահել, բայց այսօր ասում են Նիկոլը տվել է, արդեն ասում են Սյունիքն էլ է, արա Նիկոլը, եթե 18 թվին չգար, այսօր Սյունիքը չեր լինելու հայկական, እስኪ չգիտեմ Հայաստանը կլիներ թե չէ, պետք է խելք ունենաք, մտածեք, հասկանաք, դուք հլա գլխի չեք ինչ կատարվեց, դուք հլա պատկերացում չունեք ինչ է կատարվել, այդ մաշնին ոնց կաղնացրին, ռուս-թուրքական տանդեմին ոնց կաղնացրին Հայաստանի սահմաններում, Դուք պատկերացում չունեք, եթե չլիներ Նիկոլը ոչ մեկը չեր կանգնացնելու, առանց բոյի դաշնակները հանձնելու էին Քոչարյանի հետ միասին, Սյունիքն էլ հլը Երևանն էլ, ժողովուրդ ջան, հիմա դրանց պետքա ընդհանրապես հայկականությունից, Հայաստանից, ամեն տեղի դրանց պետքա չեզոքացնել, դրանք պետքա այլևս չլինեն, ժողովուրդ ջան, հասկացեք, սա խորն է այս բանը, ես գրականորեն չեմ կարում բացատրեմ, բայց այս գյուղական լեզվով ձեզ ասում եմ, դրանք եթե մնացին, դրանք Հայաստանի վերջը տալու են, Հենց ռուս-թուրքական տանդեմի հետ Նիկոլին են որ ասում են թրքացնում են, Նիկոլը նույն նժդեի նման նույն Սյունիքը պահեց։ Ղարաբաղը դուք ինքներդ չեք տվել Հայաստանին։ Քոչարյան, դու Ղարաբաղը չես տվել Հայաստանին, դու չես ուզել։ Եթե դու ուզենայիր, դու կճանաչեիր, երբ որ ճանաչած լինեիր այն ժամանակ այսօր Նիկոլից կպահանջեիր, կասեիր ինչու Ղարաբաղ, բայց Նիկոլը Սյունիքը չտվավ, այսքան ռուս-թուրքական տանդեմը վրա տված խեղտեցին, այս են շնչայեղ ծարին, այդ մարդը չտվավ, իրական ազգայնական այդ մարդն է, ժողովուրդ հասկացեք, Եթե չհասկացաք, տուր իշխանությունը այդ դաշնակներին, այդ իրանց գլավար Քոչարյանով, եթե 1921 թվի նման Սյունիքը չհանձնեն ամոթ լինի ինձ, ես ասում եմ ձեզ։ Սա է իրականություն, ուրիշ բան չկա։